Դուք ինչքան եք նողկալի, արգահատելի, ձաղկելի, որ մեր ժողովուրդը աշկով աշկ չունի ձեզ տեսնելու։ Լավ, դուք չեք համոզում, ընդունեցինք, բայց դուք տեսեք, որ քանի անգամ եք ավելի վատ։ Տեսեք, ես մի անգամ ասել եմ Հերմինե ջան, այնպես չի, որ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իդեալական է։ Դուք գիտեք նաև ձեր բազում հարցազրույցների ժամանակ եւ ասել եմ, որ նաև կառավարության գործունեության մեջ կան խութեր, կան անջրպետներ, որոնք պիտի անպայման շտկվի։ Խոսքը վերաբերում է հակակոռուպցիոն պայքարում ավելի սկզբունքային լինելուն, խոսքը վերաբերում է կառավարության ղեկավարի կողմից այդքան ներողամիտ եւ հանդուրժող չլինելուն, հատկապես հայ առաքելական եկեղեցուն ուզուրպացրած որոշ անբարոյական ուժերի կողմից, որոշ վերնախավային եկեղեցականների կողմից անուններ չտամ եւ այլ, որտեղ ինչքան պետք է ես ասել եմ։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ ամեն գնով մարդիկ փորձում են իրենց թալանածը եւ իրենց ուրեմն եղածը նախկինում, որոնք մեր ժողովուրդը մեկ դմիջ դրանց նետել է քաղաքական աղբանոցը եւ նրանք միշտ ձախողված են եղել, կառուցողական չեն եղել, նրանք միշտ խոցելի են եղել եւ նրանց գումարած այն ուժերը, ասենք Սամվել Կարապետյանը, եթե ասել է մեր ձևով, ասենք վերցնում ենք Սամվել Կարապետյանը եկել է իշխանության, պիտի անպայման ճակերտավոր վեհապարին, չէ, Մայրաթորը ուզուրպացրած այդ աստիճանավորին, այդ եկեղեցականին նորից կանչի ասի գնա ինչով ուզում ես զբաղվի։ Մեկ ուրիշ բան եմ ասում։ Գալիս են փրկելու եկեղեցի։ Մեկ ուրիշ եկեղեցու հետ կապ չունեն այդ անձերը։ Ուրեմն այդ աթոռը ուզուրպացրած հոգևորականները, ուրեմն ճակերտավոր կաթողիկոսի ղեկավարությամբ եկեղեցու հետ բացարձակապես կապ չունեն։